Տիկին Ավանեսյան իսկապես անհնար է գնահատել, կարծում եմ, առողջության ապահովագրության դերը մեր քաղաքացիների կյանքում եւ այնուամենայնիվ, քանի որ ընդդիմությունը, այսինքն քանի որ մենք եւ մեր ընդդիմությունն ենք եւ մեր իշխանությունն ենք, բոլորի դերը տանում ենք, ստանձնում ենք, քանի որ իրենք բացակայեն եւ ամենաշատ հնչող հարցը եւ ապատեղեկատվությունը, որը կար հատկապես վերջին օրերին, այն է, որ սպառվել են մեր ռեսուրսները պետական բյուջեից եւ հատկապես մենք պահուստային ֆոնդից ենք գումարներ վերցրել ապահովագրության համար։ Այս մասով կուզեի եւս մեկ անգամ եւ այս կարեւոր քննարկման շրջանակում անդրադառնանք այդ տեղեկությանը կամ ապատեղեկատվությանը եւ նշեք, թե ինչպիսի ընթացքի մեջ ենք եւ արդյոք մեր քաղաքացիները իհարկե ասացիք, որ անհանգստանալու տեղիք չունեն, բայց կարևոր է, որ եւս մեկ անգամ վստահ լինեն, որ դա ոչ թե նախընտրական ծրագիր էր կամ մի բան, որը շատ կարճ կյանք պիտի ունենար, այլ մեր քաղաքական կամքի հստակ դրսևորումներ, որը պիտի շարունակական լինի։ Շնորհակալ եմ Տիկին Բաթյան հարցի համար։ Այո, առողջության համընդհանուր ապահովագրությունը անշրջելի իրողություն է եւ այն հաջորդիվ ընդլայնվելու է եւ 2027 թվականին միանալու են համակարգին մինչեւ 200,000 դրամ աշխատավարձ ստացողները, քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայության մեջ ընդգրկված վարորդները եւ ըստ էության հաջորդ 2028 թվականին ամփոփվելու է բոլոր միացող խմբերը եւ 28 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը ծածկելու է բոլորին։ Եվ սա է եղել մեր նպատակը։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը ընդգրկելու է բոլորին, բայց ոչ ամեն ինչ, այլ այն անհրաժեշտ ու առաջնային ծառայությունների փաթեթը, որոնք նպատակաուղված են մարդկանց եւ մեր ժողովրդի առաջնային հանրային առողջապահական հարցերը լուծելուն։ Սա շարունակելի է։ Եվ գիտեք, ես հասկանում եմ, որ դժվար է, երբ որ բոլոր գուժումները չեն իրականանում, բայց ուզում եմ հստակ նշել, որ մեր քաղաքականությունը եղել է, որ պետական պատվերի շրջանակներում ինչքան որ կլինի մեր քաղաքացիների կարիքը եւ մեր պարտավորությունները այդ կարիքը բավարարելու, պետությունը շարունակաբար ընդլայնելու է։ Եվ մենք այդ քաղաքականությունը տանում ենք։ 2026 թվականի հունվարին մենք ունեցանք պետպատվերի վերաբաշխում, որովհետեւ շատ ավելի մեծ թվով փոխպատվաստումներ էինք իրականացրել։ Եվ սա էլ էս լուրն էլ փորձեցին ներկայացնել, որ վայ, տեսեք, վերջացավ, եւ ուզում եմ ասել, սիրելի քաղաքացիներ, այսուհետ էլ, եթե կլինեն վերաբաշխման որոշումներ, իմացեք, որ սա ուղղված է եղած ծրագրերը ել ավելի ընդլայնելու եւ ձեր խոստացված ծրագրերը հասանելի պահելուն։ Ինչ վերաբերում է առողջության համընդհանուր ապահովագրությանը, ապա մենք մեր կանխատեսումների ծախսային մասով շրջանակներում ենք եւ սա ուզում եմ ասեմ ի հեճուկս նաեւ նրա, որ այդ ապատեղեկատվությունը, որ հեսե հունիսին կվերջանա, եւս մի նպատակ ուներ արհեստական շարժ ստեղծել դեպի բժշկական կենտրոններ, որպիսի մենք ունենանք նաեւ դժվարություններ այդ դիմելությունը կառավարելու, բայց համակարգը կառավարել է բոլոր իրավիճակները, ունեցել ենք մենք հանգիստ եւ ուզում եմ ասեմ պլանային դեպքերով մինչեւ 1 ամիս հերթագրումները մինչեւ այսօր չենք անցնում, ինչը հիանալի ցուցանիշ է եւ շարունակվելու է ապահովագրությունը ինչպես որ կար։ Արձագանք։ Շնորհակալ եմ Տիկին Ավանեսյան, եւս մեկ անգամ փաստում ենք, որ հատկապես ընտրություններից հետո մեր քաղաքացիների վստահության քվեն ստանալով մենք նոր ուժով ու նոր եռանդով լծվում ենք ավելի մեծ ծրագրերի եւ ամեն օր, ես իհարկե նաեւ հետեւում եմ ձեր հրապարակումներին, մենք ամեն շաբաթ նոր լավ լուր ենք ունենում այս ոլորտում եւ ուզում եմ շնորհակալություն ասել ու վստահեցնել, որ մենք էլ շարունակելու ենք համատեղ աշխատել եւ սա նոր էներգիա է հաղորդելու մեզ եւ այո հունիսի 7-ով որևէ խոստում
այսպես ասեմ, չի ավարտվում որևէ ծրագիր, հակառակը մենք մեր բոլոր ծրագրերին զարգացման եւ հատկապես առողջապահության ոլորտում նոր թափ ենք հաղորդելու։ Այս մասով պարզապես ուզում եմ շնորհակալություն ասել եւ հիշեցնել մեր քաղաքացիներին մեր հանձնառությունը։ Շնորհակալություն, հաջորդ արձագանքում եք ինչ-որ։ Հա, եթե կարելի է։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան, այո, այս ընթացքում բավական լավ լուրեր են կուտակվել, որոնք դեռ չէին հասցրել կիսվել մեր քաղաքացիներին, առաջիկայում էլ վստահ եղեք, որ մեր ձեռքբերումների եւ դրական ուրեմն արդյունքների մասով գրեթե ամեն շաբաթյա ունենալու ենք հրապարակումներ։